Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Պարոն Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Դանելյան, խոսենք երեք Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, չգիտեմ ճիշտ ասած, ոնց ասեմ, սրբագրված տարբերակով, թե ոչ սրբագրված տարբերակով ուխտ երթամեն դեպքում։ Տարին նոր է սկսվում, մենք չենք խոսել նաև այն թղթի մասին, որ հայտարարության տեքստի մասին, որը ստորագրվել է։ Ես կուզենամ դուք անդրադառնաք Փաշինյանի նախ այդ փաստաթղթին, փաստաթուղթ չասենք, հայտարարության տեքստին եւ նաև դրան հաջորդած այդ գործողություններին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար ու օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին Ամանորի եւ Սուրբծննդի հետ կապված տոների։ Իրականում ինչ է ինքը պլանավորած եղել, դա դեռ տարվա վերջին օրերին արդեն շարժեր էր սկսվում մարզերում եւ ակտիվ ցուցակագրում էր կատարվում, որ այդ չգիտեմ, ես էլ չեմ կարող հասկանամ իր այդ անունը ոնց կոչեմ, ինչա դա իրականում, բայց այդ ցուցակագրումները, մոբիլիզացիան, այդ ամեն ինչը կատարում են ինձ էլ բազմաթիվ նաև պետական աշխատողներ դրա մասին ահազանգել են, որ երեք էլ իմիջիայլոց նաև առողջապահության նախարարություն տարածվել էր համացանցում, էլի նման բաներ եղել են, ես կարծում եմ առաջիկամ էլի նոր ձայնագրություններ եւ տեսանյութեր ի հայտ կգան, որով որ կպարզվի, որ իրականում ինչ ահռելի ջանք ու ճիք են գործադրել, որպեսզի դա անեն։ Հիմա գանք դրան, թե ինչի համար է այս մարդը որոշել, որ տենց հապշտապ էս ամեն ինչ անի։ Նախ ունենք ինֆորմացիա, որ Տիրադավերի տունը կռիվ անկել, իրար հետ անհաշտություն կա, տապալված ուրեմն արշավը Մայրաթորի բազմաթիվ հարցեր է առաջացրել իրենց մեջ, մինչև այդ էլ իրար հետ այդպես մի փայլուն հարաբերությունների մեջ չեն եղել, բայց դրանից հետո ընկճախտ կար, այդ ընկճախտն էլ ալկոհոլի արկայությամբ էին փարատում, դրա մասին տեղեկություններ հայտնվեց մամուլում, եւ այս ամեն ֆոնին եւ իրենց հանգստացնելու եւ ասելու, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է եւ սեփական թիմին, այսպես ասած, նախընտրական մոբիլիզացիա փորձելով ապահովել, այս մարդը շոու բեմադրեց երեք հերթական, բայց սա ճղճի մի հատ փորձ է, էլի, այսինքն դու ստիպում ես մարդկանց վարչական ռեսուրսների չարաշահմամբ սպառնալով, որ աշխատանքից կազատես, մարդկանց տանես հոգևոր ահարողության, որին ինքդ էլ չես հավատում։ Այստեղ երկու ասպեկտ կա՝ բարոյական եւ նաեւ վարչական ռեսուրսների օգտագործման, որը ոչ են թույլատրելի չէ։ Այս առումով երեք փորձեցին ֆոն ստեղծել, որ տեսեք հազարավոր մեր հայրենակիցներ կողմ են այս օրակարգին եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ հենց նույն պատարակների ժամանակ ինչ սակավաթիվ մարդիկ են հավաքվում եւ մենք տեսնում ենք, որ այդ հավաքված մարդկանց եթե ոչ ամբողջովին, այլ ճնշող մեծամասնությունը ինչ բարոյական արժեքների կարող է։ Եվ իմիջիայլոց այդտեղի այդ հայտարարությունները, որ նաեւ ես եւ Մայրաթորի հետ կապված եւ այլ թեմաների հետ կապված հրապարակային հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, այդ գործները ոչ մի ձևով առաջ չեն գնում։ Նույն ուրեմն վեհարանում կատարված այդ դեպքերը, երբ որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բարձրացրել են խոյակի վրա եւ գերեզմանակարի վրա եւ կոնկրետ ուղղորդում եւ հայհոյանքներ եւ Բարձրացողը երեք ասում էր տեղյակ չէր, որ այնտեղ գերեզմանակար է։ Դե դրանից առաջ ասում էին, որ օդը չի հերիքել։ Հիմա արդեն երևի աշխատել են հետո, ասել են գնա ասա, որ ես ինչ որ մտածում եմ այդ մարդկանց մասին եւ բարձրացել եմ, հստակ այդ շարժումներն էլ այդ ամեն ինչն էլ ախր ներկա մարդիկ են եղել։ Իսկ ինչ վերաբերվում է երեք եւ նաեւ նկատեցի, որ ասում էր, որ հոգեվորականը բարձրացել էր, որպեսզի իրեն իջացնի այդտեղից եւ հորդորի եւ իմիջիայլոց այդ ամեն ինչի հետևանքով նաեւ լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց, այսինքն այդ ամեն ինչով էլ է ցույց տալիս, որ այս մարդկանց բերանում ճիշտ խոսք չկա։ Սուտ, հերյուրանք, ամենակեղտոտ հայհոյանքները, եթե իդենտիֆիկացնում ես մի քանի մարդկանց այնտեղ իդենտիֆիկացրել եմ, այդ մարդկանց բառապաշարը, բռնության կոչերը եւ այլը ոչ մի առումով չեն տեղավորվում այդ ամեն ինչի մեջ։
Եվ նաև Նիկոլ Փաշինյանը նախընտրական նաև այդ շոուն էր բեմադրում եւ իր կողմնակիցներին կամ իր համախոհներին ցույց տալու, որ ես ամեն ինչ իմ կոնտրոլի տակ է։ Այդ ստորագրությունն էր հենց դրա համար։ Ինքը այդ ստորագրությունը ստիպված դրեց այդ փաստաթղթի տակ։ Հիմա ստորագրության մասին, պարոն Դանելյան, մինչ այդ Փաշինյանն ասում էր ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր ներկայացուցիչ եմ եւ այս գործընթացը սկսել եմ դրա համար։ Հիմա նա Հայաստանի վարչապետ է ստորագրում այդ թղթի տակ, այդ հայտարարության տակ։ Սրանով արդեն իրավաբաններն ասում են, որ նա սահմանադրական կարգ է խախտում։ Ինչ սպասել, ինչ իրավական հետևանքներ կարող են լինել, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը մի օր իշխանության չլինի։ Այնքան իրավական հետևանքները շատ են լինելու, ես չեմ պատկերացնում այդքանի տակից ոնց է դուրս գալու։ Հերթական քրեական գործն է շալակել այս մարդը։ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ այդ արձանագրումները տալիս է, ինչ ասում 17-րդ հոդվածը, որ պետությունը անջատ է եկեղեցուց եւ իրավունք չունի միջամտել ներքին եկեղեցու ներքին գործերին։ Դա տուգանքից սկսած մինչև ազատությունից զրկելու, անազատության մեջ հայտնվելու, ուրեմն այդտեղ տարբեր ուրեմն բաներ կան, նայած դատարանը ոնց է վճիռը կայացնում, հստակ է այս ամեն ինչը ասում եւ ինքն էլ ես չեմ կարծում որ ինքը չգիտեր այդ կետի մասին, այդքան հիմար չի որ չիմանա այդ կետի մասին, բայց ինքը ստիպված գնաց այդ քայլին եւ իշխանապողությունից հետո նաեւ այս հանցագործության հետ կապված ինքը պետք է պատասխան տա եւ թղթի վրա էլ գրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը։ Էլ ինքը չի կարող ասել, դե ես որպես հավատացյալ, մինչև այդ հավատքի մեջ էլ չկար, ես ազգային ժողովում էլ եմ ասել, այն եկեղեցու դեմ արշավի ժամանակ ասի, եթե Նիկոլը դառնա մոլի հավատացյալ, ինչ որ մի պահից որոշի, որ իրեն քաղաքական առումով ձեռնտու է դա, որովհետեւ սա պարզ է, չէ՞ որ քաղաքական շոուի համար այս ամենը, դուք էլ եք գնալու եւ այն, չգիտեմ, այն անաստվածները, այն աթեիստները, այն մարդիկ, որոնք որ տաճարի տեղներ չգիտեն, հայրերներ չգիտեն, այդ մարդիկ գնալու են եւ աղոթեն եւ միջալուց այն օրը որ բացակայում է երկրից, այդ շրջիկ խումբն էլ կարծես անեացել էր, չկար եւ երբ որ հարց են տարբեր պաշտոնյաներին, ասում են դե այդ օրը Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյան չի եղել, մենք էլ չենք եղել, այսինքն այդ ամեն ինչը, բայց հենց անդրադառնանք դրան, ինքը պատասխանատվություն է կրելու դրա համար, պետք է միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տա, մենք պահանջելու ենք, որպեսզի այս ամենը իրավական գնա, էլի մենք կասենք կպահանջենք, ճիշտ է, այն գործերը, որ դատախազությունում քննվում են կամ քննչականում եւ այլ, որևէ ընթացք չեն ստանալու, ոնց որ ընթացք չստացավ Գառնիում են հայտնի հայտարարությունը, երբ որ իր համախոհը, որը որ որոշ տեղեկություններով նաեւ պաշտոնա զբաղեցնում, այդ բռնության կոչը չէ, հիշում եք, համոզված եմ, որ ասում էր վեհափարի գլուխը պետք է ջարդենք, սպանենք վեհափարին, նման արտահայտություն հնչեց, չէ, Գառնիի տաճարի մոտ։ Այս բոլոր գործերը քննվելու են եւ իշխանապողությունից հետո հաստատ մարդիկ պետք է քրեորեն պատասխանատվություն կրեն։ Դուք ձեր խոսքում նշեցիք, պարոն Դանելյան, որ նաեւ քաղաքական շոուի տար կար այս ամեն ինչում, այդ երթի։ Նիկոլ Փաշինյանն հաջողվեց ապացուցել կամ ցույց տալ հանրությանը, որ իսկապես ինքը փողոցի տերն է, այսինքն փողոցը դեռ կարող է նրա համար ծառայել որպես քաղաքական գործիք։ Իհարկե ոչ, ինքը փողոց չունի, ինքը աջակցություն չունի, եւ կրկնում եմ, հենց այս ամեն ինչը կատարվում է, ինչի համար ասում, դե ես արդեն հանդես է գալիս որպես վարչապետի դերում, որպեսզի ամբողջ պետական ապարատին ցույց տա, որ ես եմ, լսեք, դուք ոչ կարաք խուսափեք, ոչ կարաք իմ հրահանգները փորձեք չկատարեք, եթե այն ժամանակ ես որպես հայրաքելական սուրբ եկեղեցու իբր հետևորդ է հանդես գալիս, հիմա վարչապետ եմ հանդես գալիս եւ ցուցակի մեջ ընդգրկվողները պետք է ցույց տան, թե որքան ռեսուրսների, որքան լծակների են տիրապետում։ Պետական ապարատի պաշտոնյաները պետք է ցույց տան, թե ինչքան եռանդեն ջիկ ու ջանք են գործադրում, որպեսզի մարդաքանակ ապահովեն։ Իր ամբողջ թիմը նաեւ պարտադրանքի տակ է եւ այս առումով նաեւ այս ամեն ինչը ցույց է տալիս, եթե չլինի վարչական ռեսուրսն ու
նոր լծակները իր մոտ կհայտնվեն նույն այնքան մարդ, ինչքան որ պատարակի ժամանակ լինում են, ոնց որ գառնիում էր, այդքան մարդ կարող է լինի առավելագույնս։ Հիմա ըստ էության, պարոն Դանելյան, չի ստացվում Նիկոլ Փաշինյանին եկեղեցու հետ կապված, վեհապարի հետ կապված գործընթացները տեղ հասցնել, այսինքն իր նպատակին հասնել, բայց ամեն դեպքում ստացվում է նրա մոտ տարբեր եկեղեցիներում իրավիճակ ստեղծել կամ ինչպես ասում են, ջուրը պղտորել։ Նույն Թալինի դեպքերը երեկվա անդրադառնանք, դա ինչ որ ձևով չի վնասում եւ եկեղեցուն եւ ընդհանրապես այն իրավիճակին, ինչ որ մայրաթորի շուրջ տեղի է ունենում։ Եկեղեցուն էլ է վնասում, պետությանն էլ է վնասում, մեր կշիռն ու դերը աշխարհում էլի նվազում է եւ ես բազմաթիվ գործընկերներ իմ այն մարդկանց հետ, որ շփվում եմ տարբեր երկրներում, դրանք պատգամավորներ, իրենք էլ են ապշածս ամեն ինչից։ Վերջերս նորից էլի հյուրեր եկել, էլի շատ պատկառելի մի անձնավորություն, եվրոպական ուրեմն երկրներից մեկի ուրեմն խորհրդարանի պատգամավոր իրանք էլ են զարմացել, իրանք էլ են ապշել, ասում ոնց կարելի է եւ գալով ծանոթանալով մեր պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր երկրի պատմությանը, իրենք ապշած են, ոնց կարող է նման բան տեղի ունենա կամ նման բան լինի եւ այն որ հարվածում է դա բնականաբար իր հետևանքները ունենալու է, բայց սրա հաջորդ մի կողմն էլ կա, հաջորդ երեսն էլ կա, եկեղեցին սրանից ավելի է ամրանում, եկեղեցին ինքնամաքրվում է, որովհետեւ վերանայում է շատ հարցեր։ Ապի պարզ խոսենք էլի, եկեղեցու ներսում խնդիրներ եղել են, տարբեր հոգեվորականների, ոչ ճիշտ պահվածքի, ոչ իրենց հարիր պահվածքի, ոչ ժուժկալ կյանք վարելու, համեստ կյանք դեպքեր են եղել, որ չեն պահել, բայց մենք որպես հավատավոր ժողովուրդ ասել ենք, որ այդ հարցերը թող ներքին քննարկումների միջոցով կարգավորեն եւ հիմա էլ եմ նույնը ասում, որ բոլոր հարցերը պետք է կարգավորեն եկեղեցու ներսում, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը իրավունք չունի խառնվելու։ Այս առումով դա հստակ պետք է այդ գիծը սահմանվի, բայց կրկնում եմ, հարված է հասվել եւ տեսեք, օտարերկրյա պատվիրակություններ են գալիս Հայաստան։ Բարձրաստիճան նախագահներ, վարչապետեր եւ այլը, եւ այդ մարդիկ, որ հանդիպում են երկրի ոչ բարող ղեկավարի հետ, նաեւ հանդիպում են վեհապար հայրապետի հետ։ Եվ ամբողջ աշխարհով այս խայտարակ լինելու process-ը որևէ մի մեծ լրացուցիչ մի դիվիդենդ կամ կապիտալ չի բերում եւ բնականաբար օր առաջ պետք է այս ամեն ինչը կանգնի, բայց նաեւ ծանոթ լինելով Նիկոլ Փաշինյանի գործելավոճին, ինքը նաեւ միջևերջ գնալու իր ապուշ հիվանդ երևակայությունը իրագործելու նաեւ ասենց համար նաեւ պնդումներ ունի, չէ՞, մարդը տենց սևեռուն մտքեր ունի եւ այդ սևեռուն մտքերը ոչ միայն իր մտքերի արդյունքն է, սա նաեւ դրսի օրակարգի թելադրանքով, ասա ավելի քան պարզավոր դրս եւ այս ամեն ինչը եւ ներսի համար արվում թիմի ցույց տալու եւ նաեւ դրսի այն մարդկանց, որոնք որ շահագրգիռ են կամ այն ուժերին, որոնք որ շահագրգիռ են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերի նվազման եւ ինչի համար ասում հայոց պատմությունը սարքում է Հայաստանի պատմություն, հայ առաքելական Սուրբ եկեղեցին համաշխարհային կառույցներով փորձում են թույլաtsնել եւ սարքել հայաստանյան կառույց եւ Նիկոլ Փաշինյանին կից պոակ։ Այս մարդը ուզում է իր պոակներից մեկը ստեղծի, իրեն հլու հնազանդ մեկին քպական, մեկին նշանակի տեղապահ եւ ամբողջ եկեղեցին նաեւ գիտեք, չէ, այս ընթացքում էլ հիվանդ էլի երևակայության արդյունքում ասում են երկ պետք է հնչի, դրոշը պետք է տեղադրենք, զեղչենք։ Երեք այդպիսի առուճում, այդպիսի բան տեղի է ունեցել, օրներն է հնչել, համերգ է եղել եկեղեցու ներսում։ Դե պատկերացնում եք պղպղության աշճան ասիկը։ Սա որևէ մի նվաճող, որևէ մի բարբարոս նման բան չի արել։ Ես շատ եմ պատիվ եմ ունեցել, շատ զրույցներ եմ ունեցել սրբազանների հետ, մեր պատվելի սրբազանների հետ։ Եվ ինձ խնդրել եմ միգուցե իմ անտեղյակությունն է ինձ լուսավորել, թե նման երևույթներ տեղի են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, բայց անգամ այդ նվաճողները
որոշակի սահման են ունեցել եւ այդ առումով շատ ավելի խորը գնալու եւ շատ ավելի հեռուն գնալու շատ քիչ դեպքեր ա եղել, բայց այս մարդը գերազանցել ա բոլոր հնարավոր եւ անհնարին սահմանները անցել ա եւ կրկնում եմ սա նաեւ դրսի օրակարգը սպասարկելու նպատակ ունի։ Ինչքան էլ դրսի լինի, պարոն Դանելյան, 2026 թվականը նախընտրական տարի, արդյոք Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է եկեղեցու դեմ այս արշավը շարունակել, որովհետև ակնհայտ է, որ դա հաստատապես քաղաքացիների հաճելի չէ եւ նա կորցնում է ձայնը դրանից։ Ուրեմն ինչու է ձգտում այս ամենին նա։ Ինքը մտածում է, որ հնարավորություն ունի, տեսեք, եւ հավատավոր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունի եւ իրենց համար կարևոր նշանակություն ունի։ Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որպես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, պահել են արժեքները մեր շատ չեմ ուզում խորանալ, իր համար հակառակը նախ ընտրություններից առաջ այս կառույցը քանդելը իր համար էլ կարևոր նշանակություն ունի։ Այդքան վտանգավոր է նրա համար եկեղեցի ընտրությունների ժամանակ։ Ոչ թե կարևոր են ձայների առումով, այլ ապաթիա ստեղծելու մեր հասարակության մեջ անելանելիության, անհուսության, հուսալքության ֆոն ստեղծելու բնականաբար ես չեմ կարծում, որ ինքը իր նպատակներին կհասնի, բայց ամեն դեպքում եթե պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը այս առումով իր նպատակին հասնի, դուք պատկերացրեք 26 թվականի ընտրություններից առաջ ինչ ապատիկ տրամադրություններ լինելու որոշ հատվածների մոտ, այսինքն սա շատ կարևոր արժեքներ է։ Դա ցույց կտա, որ նրան հաջողվեց եկեղեցուն հաղթել։ Այո, որը մարդկանց մոտ, բավականին խորը բավականին, այո։ Հիմա վերադառնանք արդեն քաղաքական եւ նախընտրական տարուն, բոլոր քաղաքական ուժերն ասում են հունվարից, ինչ լինում է հունվարից կասենք։ Հիմա հունվարն է եւ օրինակ Դաշնակցությունը արդեն ունի քննարկումներ, ինչպես է մասնակցելու, ինչ է անելու։ Չէ, հունվարը նոր է սկսել, արդեն առաջին աշխատանքային օրերն են։ Ես կարծում եմ հունվար ամսին այդ քննարկումները կլինեն եւ այդ առումով Դաշնակցությունը արդեն վերջնական իր որոշումը կհայտնի, կասի ինչ տարբերակով, քանի որ Դաշնակցությունում գիտեք որոշումները մեկ անձի կամ մի քանի անձի կողմից չեն իրականացվում, դա կոլեկտիվ ընտրովի ներքևից, ընտրովի մարմիններից գալիս այդ որոշումները եւ ես կարծում եմ, որ հունվար ամսին արդեն պարզ կլինի ընտրություններին մասնակցելու ձևաչափը, բայց առհասարակ ես եւս մեկ անգամ ուզում եմ իմ տեսակետը հայտնել, իմ տեսակետը հետեւյալն է, որ այն մարտահրավերները, որ կա մեր երկրի առջև կանգնած, պետք է հնարավորինս մեծ կոնսոլիդացիա լինի։ Մեծ կոնսոլիդացիաները կարող են եւ հակակշիռ ապահովել եւ հաղթանակ ապահովել, որովհետեւ տարբեր սոցհարցումներ ցույց է տալիս, որ ինչ էլ որ իրեն ճղի, ինչ էլ ուզում անի, ինքը այդ 50+1-ը չի կարող ապահովել եւ նաեւ սոցհարցումները ցույց են տալիս, որ իր վարկանիշը անընդհատ ընկնում է, բայց այն հսկայական մի զանգվածը մեր հայրենակիցների, որոնք որ ընտրություններին, չգիտեմ, ընտրությունների գնալը կամ ճիշտ չեն համարում, կամ որոշակի առումով տատանվում են, նաև կարևոր է, որ քաղաքական ուժերը այդ ազդակը տան մարդկանց, որ եթե մինչև ընտրությունները չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, իշխանափոխության ամենառեալ եւ այս պահին ամենատեսանելին դա ընտրություններին հենց այդ ֆորմատներով հանդես գալու տարբերակն է։ Այսինքն կոալիցիաներ, մեծ բևեռներ, այո, կոալիցիաներ, մեծ բևեռներ, մեծ կոնսոլիդացիաներ, մարդկանց հետ աշխատանք, գետնի վրա աշխատանք, մարդկանց հետ խոսելու, որովհետև ես էլ թե փողոցում քայլելիս, թե մարզային իմ այցերի ժամանակ ես զգում եմ նաև մարդկանց մոտ այդ տրամադրվածությունները միանշանակ դեմ են Նիկոլ Փաշինյանին, միանշանակ դեմ են այս եկեղեցու դեմ արշավին, այս ամեն ինչը տնտեսական քաղաքականությունը, ել չեմ ասում մեր տարեց հայրենակիցների, որոնք որ
վրդովված են, մի այլ կարգի վրդովված են այդ 10,000 դրամ, չգիտեմ, ավել տալու, որ ինչ պետք է անեն, ոնց պետք է ծախսեն, Դե Փաշինյանն ասում էր 65-ը 70 ինչ տարիք է, բիզնեսով թող զբաղվեն։ Դե էդ էլ է, էլի հիվանդ մի, եթե տեսեք, մի քանի օր առաջ մի վիճակագրություն ձեռքից տակ հայտնվեց, իդեպ նաև իմ հայրենի Տավուշի մարզը ամենամեծ թիվներ կազմում գործազուրկների, մարդիկ որ աշխատանք են փնտրում, բայց աշխատանք չեն գտնում։ Հետաքրքիր մի բան այնտեղ ինձ համար հետաքրքիր մի ինֆորմացիա այնտեղ տեսա, որ շատ ու շատ մեր երիտասարդներ, որոնք որ բուհերը ավարտում են եւ ձգտում են որ աշխատանք գտնել, չեն կարողանում աշխատանք գտնել։ Եթե երիտասարդների համար դժվար աշխատանք գտնելը, շատ մասնագիտություններ կան, որոնք որ չեն կարողանում այդ մասնագիտությամբ զբաղվել, կարող ասեն սպասարկման ոլորտում աշխատանք, այսինքն բայց մարդը եթե բուհը ավարտել է, ինչ անի գնա օբյեկտում աշխատի կամ չգնա վաճառող աշխատի, այսինքն ամոթ բան չկա դրա մեջ, բայց մարդ ուզում է իր մասնագիտությամբ աշխատի։ Ասածս այն ասկի երիտասարդը չի կարողանում իր համար աշխատանք գտնել, ինչ մնաց ով պիտի 60-65 տարեկան մարդկանց ասենք աշխատանքի ընդուն շատ քիչ դեպքեր ալում, չէ՞ որ աշխատանք երիտասարդը եթե չեն ընդունում, բնականաբար անգամ 40-45 տարեկան մեր հայրենակիցներ դե շփվում եմ իրենց հետ դժվարություններ ունեն աշխատանք գտնելու։ Ասում են մեծ երիտասարդներ են, պետք երիտասարդներն էլ աշխատանք չեն ճարում, ասես մի խառը իրավիճակը, բայց սոցիալական վիճակն էլ շատ վատ է իրապես։ Ինչքան էլ ուզում ասեն, ինչքան ուզում խոսեն, ես տեսնում եմ այդ վարկային բեռի տակ կքող մեր հայրենակիցների, ես տեսնում եմ մեր պետությունը, որ արդեն վարկային ասեղի վրա նստած է, ամեն օր այդ դուք եք խորհրդանում, ամեն օր մի նոր վարկ են վերցնում 250 միլիոն, 200 միլիոն, 170 միլիոն եւ դրա ով պիտի այդ վարկերը բանանի, այսինքն տակիցով պիտի դուրս գա, մեր սերունդը պիտի, չէ, մենք մեր սերունդը պիտի բանանի, արդեն 15 միլիարդի է հասարակական պարտքը։ Եվ սա շատ լուրջ թիվ է, եւ ինչքան էլ ուզում խոսեի, ասի, եսի ինչեր ասի եւ այլը, ժողովրդի սոցիալական վիճակը վատ է։ Կառավարման վիճակը շատ վատ է։ Մի հատ ձյուն է գալի ճգնաժամ է Հայաստանում, անձրև է գալի ճգնաժամ է, անդադ ճգնաժամեր է, մեր երկրում անդադ ճգնաժամ է։ Ես 31-ին գիշերը, երբ որ գնում էի Տավուշ, խայտարակ ճանապարհների վիճակ, այդ ճանապարհների սպասարկումը խայտարակ վիճակ, այս մայթերի վիճակը գալիս է ձեր տաղ, այսինքն որևէ մեկը իր տեղում չի, կոռուպցիան լիուլի կա այդ, որ ասում են մենք ինչ լոզունգներով էին գալիս իշխանության։ Խաղաղությամբ գնում են ընտրությունների նորից։ Դրանից առաջ ինչով էին գալիս։ Էլի խաղաղությամբ։ Դրանից առաջ ասում են սոցիալական արդարություն, չգիտեմ, կոռուպցիա չպետք է լինի, հովանավորչություն չպետք է լինի, ծանոթ բարեկամ չպետք է լինի։ Խաղաղության լոզունգներով էլ որ գնացին խաղաղության, ինչ եղավ Արցախի հետ։ Արցախի հետ ինչ եղավ։ Մեր սահմանների հետ ինչ եղավ։ 21 թվականին ասում ենք խաղաղություն կգա, հիմա արդեն խաղաղության մեջ ենք։ Օրինակ ինչով ենք խաղաղության մեջ, երբ որ տարածիորեն 2 օր առաջ Ալիևը հայտարարում է, որ դա միջանցք է։ Եթե իրենք պատկերացնում են միջանցք տալով խաղաղություն, դա Հայաստանի վերջն է։ Ամեն օր Ադրբեջանից այդ նույն խոսակցություններն է գալիս եւ հետաքրքիր մի հայտարարություններ արեց Ալիևը ասելով որ արդեն աշխարհում ուժի կանոնն է գործում ով ուժեղ է նա ճիշտ է եւ իսկ պարազինությունները ավելացնում մենք ռազմական ծախսերը կրճատում ենք Ադրբեջանը ռազմական ծախսերը ավելացնում է մենք ասում ենք խաղաղություն Ալիևը ասում է ուժով են հարցերը լուծվում տարբեր բնակավայրեր ասում որ ադրբեջանական են, ադրբեջանցիների այստեղ բնակեցման մասին է խոսում, ID քարտերի հետ կապված հայտնի դեպքերը, այսինքն այդ հարցերը քննարկվում են Ադրբեջանում եւ ասում են, որ մենք այլևս մեքենաներով կգնանք Հայաստան, այսինքն այդ ծրագիրը պարզա չէ, մենակ հիմարը կարա մտածի, որ բռնապետ Ալիևը, որը որ ռազմական հանցագործ է, մտածում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանա։ Դե այդպես են մտածում, բենզին են ներկրում, ասում են ավելի լավ է տնտեսական կապերը զարգացնել, քան պատերազմել Ադրբեջանի հետ։ Հայր Ալիև դա է հակադրություն, ասում են Հայր Ալիևից սկսած իրենց քաղաքականությունը հետևյալն է։ Ինքն էլ բազմաթիվ դրա մասին վկայություններ կան։ Ասում էր գնացեք Հայաստան, շատ երեխաներ ունեցեք, շատ հողեր առեք, տարածքներ առեք, բնակավայրեր հիմնեք, շատացեք եւ դրանով իսկ կլուծեք այդ այսպես կոչված իրենց ասելով, այսպես կոչված հայկական հարցը։
իրենք այդ տարբերակով էին մտածում հարցերի լուծումը եւ դրա միջև հիմա բան չի փոխվել եւ իրենց խոսույթում եւ իրենց կրթական ծրագրերում եւ իրենց նարատիվներում եւ իրենց խոսույթում ոչ մի բան չի փոխվել բացարձակապես ոչ մի բան չի փոխվել սրանք գնում են աղաչում են մուրում են ասում են մի քանի կանիստր բենզին տվեք կամ թողեք մի երկու վագոն անասնակերտ ցորեն կա որ մենք ժողովրդին խափենք ասենք խաղաղությունը հաստատված է ժողովուրդ Այն պատի մոտ էլ գնում ամեն անգամ են ռուպրով այդ բանով դարել է գիտ բան այդ ռուպրը վեկալմա գնում է իրանցի պատի մոտ ինչն է ցույց տալիս մի քիչ վերև որ տեսախցիկը մի քիչ վերև ընդամենը մի քանի սանտիմետր վերև որ պահի տեսախցիկը կտեսնեք փշալարը մարդու տան մեջով է անցնում Այսինքն դու ինչի՞ վրա ես ուրախանում նոր տարվա նախորեին էր թե նոր տարուց հետո էր որը միգուցե սխալվել բայց մեքենան բեռնատարը հետ իրանցի հատվածում կողաշրջվել էր եւ ընկել էր այն մի հատվածը արդեն այսինքն դուք պատկերացնում եք մեքենան որ մի քիչ շեղվում է արդեն Ադրբեջանում է հայտնվում այսպես կոչված Ադրբեջան որ Ադրբեջան չի իհարկե դրա կադաստրային թղթերի մասին շատ ենք խոսել եւ այլ բայց այս մարդը մոռացել է մեր 250 քառակուսի կիլոմետր օկուպացրած են ձեն չկա մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում է ձեն չկա երկուսի վիճակը Չասում են խաղաղ պայմաններում ավելի հեշտ կլինի նրանց հետ ժամանակ էլ ասում են մի ամիս երկու ամիս կսպասեն մեր գերիները մի ամիս էլ անցավ երկու ամիս էլ անցավ մի տարի էլ 3 տարի էլ ասում են Թուրքիայի հետ էսա սահմանը բացվելու է ասում են բանա դե էսա Թուրքիայի հետ սահման ենք բացելու բացեցին սահմանը Էրդողանն ասում է սիմվոլիկ քայլեր կանենք նախընտրական տարում հետ կապված Էրդողանը կարող է սիմվոլիկ քլեչին ուղարկի Գաստե Ռուբինյանը բանը կամուրջի վրա դիմավորի ֆոտո անեն բան անեն եւ այլ ան բայց դրանից ինչ որ բան չի փոխվում Ինչ ասում Էրդողանը Էրդողանը ասում է ես ասում եմ նախապայմաններ չունեմ դուք գնացեք Ադրբեջանի ինչ նախապայման կասի բան այսինքն Թուրքիայի նախապայմանները նույնն է ինչ որ Ադրբեջանի նախապայմանները Գնացեք ասում ադրբեջանցիների ասածները արեք նոր կգաք խոսանք ասում նոր կգաք խոսանք մինչև չանեք մենք իր հետ խոսալու բան չունենք ու սա մոլորացնում է ժողովրդին խափում է գիտի որ խաղաղություն բառը շատ զգայուն է նոր են մարդիկ իրենց հարազատներին բարեկամներին ընկերներին կորցրել ու իդեպ իր թեթև ձեռամ իր գժի տեղ դնելով բանակցային գործընթացի ժամանակ Հիմա ինչ է ուզում մեր ժողովուրդը մի հատ էլ ընտրի որ գնա մի հատ էլ իրան գժի տեղ դնի մի հատ էլ ընտրեն որ գնա նորից էլի բանակցություններ ծախողի մի հատ էլ ընտրեն որ գնա նորից էլի Հայաստանի պատվի հետ խաղա էլի հարբեցող ծաղրացու ասեն իրեն էլի գնա ամեն տեղ մեզ հայտարարականի ընտրվի որ ինչ անի ընտրվի որ նոր տարածքներ տա որի անոնս իդեպ արել է ինքը նոր տարածքային զիջումների անոնս արել է ինքը Ինչ անոնսի մասն եք ասում բան Դե խոսքը Տավուշի հատվածներից զիջումներ անելու եւ նաեւ Տիգրանաշենի մասին է այդ քննարկումները իրենց ներսում էլ են եղել թող ոչ մեկին չփորձի ֆռցնել խափել եսի ինչ անել մոլորեցնել այդ քննարկումները եղել են Հիմա իրանք էլ են ասում, չէ, ինչ կա ասում, դե ադրբեջանցիները կգան առևտուր կանեն։ Դե կգան բան կանեն, ասում, մեր տնտեսությունը բան է եւ այլ, ուրախ կլինենք ասում, որ գան եւ այլ։ Ինչին ուրախ լինես։ Ինչին ուրախ լինես։ Դա ուրախանալու է։ Ռամի Սաֆարովը որ գա Հայաստան մտնի որևիցե մեկի տուն, կուրախանա հայ մարդը։ Հարց եմ տալի կուրախանա։ Իդեպ նաև այդ միջազգային ատյաններից են այդ հրաժարվել բոլոր այդ հայցերից, բանից, Միսկի խումբը լուծարեցին անցած տարի։ Հիմա էլ ինչ ասում ալի, մի հետաքրքիր հայտարարություն էլ արավ։ Այս բենզինի թեմայի հետ կապված ինքը ուզում է նաև ցույց տա, որ ինքը հապաշրջափակում է արել։ Միջազգային հանրությանը ցույց տա, որ ինքը հապաշրջափակում է արել։ Ինքը վերջերս, եթե չեմ սխալվում, հանդիպումներից մեկի ժամանակ դրա մասին ասեց դե արդեն մենք արդեն Շնորհակալություն հայտնեց Ռուսաստանում Ալիևին, որ ճանապարհները ապաշրջափակել Չէ, Ալիևը ինքն է, Ալիևն էլ ասեց, Ալիևը ասեց, որ ես արդեն ապաշրջափակել եմ 907 ուղումը, որ կար ամերիկյան ուղումը, ամերիկացիներն ասում են դե այն ժամանակ, որ ասում ենք, որ շրջափակել ենք, եմի չէ ապաշրջափակում է տեղի ունեցել։ Այսինքն այս կներեք այս բառիս համար ադնարազովի
մեկ անգամյա օգտագործման այս ծրագրերը որ կա, նաև դուրսը ցույց տալու համար է, որ տեսեք, ես բռնապետական ռեժիմ չեմ, մենք արդեն պայմանավորվում ենք Փաշինյանի հետ, մենք արդեն համագործակցում ենք, տնտեսական ծրագրեր ենք անում, տեսեք ինչ, այսինքն իրեն ցույց տալու իր իմիջը բարձրացնելու խնդիր կա, բայց դա ընդհանրապես ֆարս է, էլի, դա ընդհանրապես ֆարս է։ Եթե Ադրբեջանը տնտեսական իր արմատները խորը արմատները, որի ցանկություն ի դեպ ունի, մտցնի Հայաստանում, իմացեք, որ հաշված ամիսների կամ տարիների ընթացքում Հայաստան գոյություն չի ունեն։ Ի դեպ նաև այս ամեն ինչի պտուղները հիմա վրացիները քաղում են, որ Սահակաշվիլու ժամանակ թողեցին, որ թուրքական կապիտալը մտնի Վրաստան, եւ նաև իմ հանդիպումների ժամանակ իրենք այն տխուր եւ վատ օրինակը որ կա իրենց մոտ, իրենք հենց մեզ են զգոնության կոչեր անում, որ տեսեք ինչա կատարվում։ Որովհետեւ տնտեսությունը ի վերջո ինչ որ պահի քաղաքական որոշումների հիմք է դառնում։ Իհարկե, հիմա որ օրինակ մեր էներգետիկ համակարգն են ուզում կապեր Թուրքիայի հետ եւ այլ, դե պարզ չի նաեւ այս բռնազավթումը, որ տեղի ունեցավ, հեցի բռնազավթումը, որոշակի ծրագրեր կան դրա հետ կապված։ Հիմա այս առումով չգիտեմ էլի ոնց ասեմ որ սիրտս հովանա էլ այսինքն այս մարդիկ մտածում են որ Ադրբեջանից գազ առնելով իրենք դրանով մեր համար մի մեծ գործ են անում բենզին առնելով Ադրբեջանից մեր երկրի մեր պետության համար մի մեծ գործ են անում արդեն հիշողությունը լավ բան է էլի 2 տարի առաջ Արցախում այդ գազի փականով տեղադրեց ով էր մեր հայրենակիցներին ցրտի սովի մատնում իրանց երակներում էլ էր հարի արյուն հոսում չէ 9 ամիս շարունակ մարդկանց սովամահության դեպքեր դրանից հետո մարդկանց մտան գլխատեցին խոշտանգեցին էթնիկ զտում ցեղասպանություն արեցին այդ ձմեռվա սաստիկ ձմեռվա ուրեմն օրերին փականով փակել էին Փականով փակել են եւ չէին թողնում որ այդ մարդիկ գոնե տախանան։ Հիմա նաեւ իմիջիալս շատ զգայուն թեմաներ կա, նաեւ մեր Հայաստան մտնող ուրեմն գազամուղի հետ կապված, տարբեր ինտերնետ մալուխների հետ կապված, որոնք որ այդ սահմանով անցնում։ Այսինքն իրենց Ադրբեջանի նպատակը հենց դա է, որ կարևոր օղակները գերիշխող բարձունքներ վերցնել իրենց տիրապետության տակ, դա ջրային ակունքներն են, դա ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողությունն է, դա այլ նպատակներ ունի հեռահար, այս անում են, ուրեմն այդ առումով իրենք փորձում են նաև Ակցիանի մեջ վերցնել։ Հա, փորձում են ակցիանի մեջ վերցնել, Հայաստանը մի հատ անկլավ դարձնեն, էլի։ Այսինքն ծրագիրը այդ դրան է ուղղված։ Շատ լավ, պարոն Դանելյան, ձեր նշած այդ մտահոգությունները, Ադրբեջանի քաղաքականությունը, ասում եք ժողովրդին նորից կխաբի Փաշինյանը։ Այ կհաջողվի ընտրությունների ժամանակ խաբվել ժողովրդին, ինչպես դուք եք ասում, եւ էլի ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին։ Թե այստեղ անելիք ունեն ընդդիմադիրները, որովհետև ասում եմ անելիք ունեն, բայց ես տեսնում եմ այս տարիներին, այո, շատ հաճախ ձեր քաղաքական ուժը, տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ խոսել են անհանգստությունների, մտահոգությունների մասին։ Արդյոք դա արձագանք կունենա այս անգամ եւ հասարակությունը այլևս չի վստահի իշխանության հայտարարություններին եւ խաղաղության կոչերին կամ սոցիալական վիճակին։ Մենք պետք է չդադարենք բերած աղետների մասին խոսելուց, որովհետև շատ ժամանակ ինֆորմացիան այնքան արագ է, ասենք նյութն էլ դուք էլ լրագրող եք ինձնից լավ գիտեք, նյութը դնում եք մի ժամ, 2 ժամ հետո նոր ինֆորմացիա անդադ եւ մարդիկ մոռանում են այն հարյուրավոր ստերն ու խոստումները, որ տրվել են իշխանությունների կողմից։ Ոչ բոլորը, բայց շատերի չէ, որոշների հիշողությունը կարճ է եւ մարդիկ մոռանում են ինչա կատարվել, ինչա տեղի ունեցել։ Անընդհատ պիտի հիշեցնենք այդ բերած փորձանքների մասին, վտանգների մասին, սպասվող վտանգների մասին, ինչը որ կարա այս իշխանությունը բերի մեր ժողովրդի գլխին եւ նաեւ լուծումներ առաջարկելու հիմա մենք այդ ուղղությամբ նաեւ շատ ակտիվ աշխատանք ենք անում եւ շուտով մեր հասարակությանը, մեր հանրությանը կներկայացնենք
Այն որ միշտ ասում ենք այլընտրանքային ձեր տարբերակ, հիմա ներկայացնելու այլընտրանքների մասին շատ ենք խոսել, նաև խորհրդարանում ենք շատ խոսել, այնպես չի որ ասում են այլընտրանքներ չկա, թե սոցիալական հարցերի վերաբերյալ մենք մեր այլընտրանքները ներկայացրել ենք, տնտեսության վերաբերյալ ենք այլընտրանք, անվտանգության վերաբերյալ ենք այլընտրանք ներկայացրել, բայց հնարավորինս տեսեք ինչ նախնդիր է, ըստ իս այդ նախընտրական շրջանում ոչ մեկ բուկլետ չի կարդում, ոչ մեկ նախընտրական ծրագիր չի կարդում։ Հնարավորինս մատչելի, պիտի մեր հայրենակիցներին բացատրենք առանց այդ ավելորդ ծանրաբեռնելու, եսիմ ինչ բառերով, հստակ մարդը իմանա ինչա լինելու 26 թվականից հետո տնտեսական, անվտանգային, չգիտեմ, բոլոր այն ասպեկտները, որ հետաքրքիր են, մշակութային, կրթական եւ այլ։ Այդ բոլոր հարցերի հստակ եւ շատ պարզ պատասխաններ ակնկալում եւ այդ պարզ եւ հստակ պատասխանները մենք առաջիկայում կտանք մեր հայրենակիցներին, մեկ անգամ եւս թարմացնելով հիշողությունը մեր հայրենակիցների եւ ինչ էր որ խոսանք հաստատ դրատակ հիմնովին կներկայացնենք այն ամեն ինչ որ մենք պատկերացնում ենք։ Նախընտրական տարին ինչպիսին կլինի, պարոն Դանելյան, ամփոփելով մեր հարցազրույցը, շատերը բուռն են այսպես պատկերացնում, ինչպիսի տարի կլինի 26 թվականի նախընտրական տարին։ Նախ իշխանության գործերից խոսենք, ինչ անում իշխանությունը։ Իշխանությունը փորձում է իր դիրքը ամրապնդել, ուրեմն տարբեր քաղաքներում գիտեք, որ իշխանությունը չի անցել եւ բռնի մեթոդներով, հալածանքներով, գիտեք, որ երկու քաղաքապետ կա, հիմա անազատության մեջ ինքը փորձում է իշխանական տարբեր լծակներ, այն որ իր ձեռքի տակ չի, ուզուրպացնել եւ վարչական ռեսուրսների աննախադեպ ճնշում լինելու։ Մինչեւ այս եղած բոլոր մեթոդները մենք պետք է իմտե ունենանք, որ այս մարդը օգտագործելու է։ Այն կեղծը բանը, որ Նիկոլ Փաշինյանը բանա չի բանանելու վարչական ռեսուրս։ Հիմի այս բանը մենք տեսնում ենք, որ օգտագործում է լիուլիա օգտագործում սպառնալիքների ազդեցության տակ, այս առումով այդպես է լինելու։ Այդ որ ասում են հիբրիդային պատերազմ, մի շատ են խոսում, իրանք էլ չգիտեն ինչ է այդ հիբրիդային պատերազմը, փորձելու են նաև տեղեկատվական այդ աղբը, այդ մարդկանց մոլորեցնելու, մարդկանց զոմբիացնելու այդ գործընթացը շարունակել արդեն տեղեկատվական այդ քարոզչական այդ կեղտոտ աղբով որ կա, այս մեկ ագենտ է, այս մեկը շպիոն է, այս մեկը էս է, այս մեկը այն է, այդ տեղեկատվական հոսքերն էլ լինելու եւ այս առումով ես նաև պիտի շատ մտահոգիչ է նաև այն, որ փող են ստանում, չէ, 15 միլիոն եվրո գումար են ստանում եւ այդ առումով իրենք այդ գումարները հաստատ իրենց սրտին մոտ այսպես կազմակերպությունների բանի բաժանելու հենց այդ նպատակներով։ Ինչ անելու, ինչ պիտի անի ընդդիմությունը, շատ կարևոր է։ Իշխանությունը հստակ է, կարծես թե բոլորս գիտենք ինչ կանի։ Ընդդիմությունը, ես ձեզ ասացի, հնարավորինս մեծ կոնսոլիդացիաներով, ժողովրդի հետ անմիջական աշխատանքով։ Բայց այդ կոնսոլիդացիան անցյալ տարի էլ չստացվեց, պարոն Դանելյան։ Ես միգուցե ինձ համար շատ անձնական է, դրա համար եմ ես այդ տպավորությունը ունեմ, բայց այդ տպավորությունս հիմնավոր է սրբազան պայքարի շրջանակներում երևի Հայաստանի Հանրապետությունում տենց քաղաքական ուժ չկար, բացի այդ հայտնի այդ իր գրպանային այդ ուժերից, որոնք որ չգային եւ իրենց աջակցությունը, իրենց զորակցությունը չա։ Այդ դրոշի տակ չլինեին, այո։ Սկսած արևմտամետ կլինեն, չգիտեմ, կենտրոնամետ կլինեն, ռուսամետ կլինեն, սոցիալիստ կլինեն, կոմունիստ, այսինքն բոլորը գրեթե բոլորը, այսպես ասած, կարող ինչ որ անհայտ կուսակցություններ մա, այն կարևոր դերակատարները, որ միշտ քաղաքական դաշտում եղել են, մի հարկի տակ այսպես հավաքվել են, իրար կողքի կանգնել են հրապարակներում եւ այդ մենք հաջողված փորձ ունենք։ Եվ հիմա ես հասկանում եմ, որ բայց դա լիդերի նաեւ խնդիր էր։ Այդ Բագրատ Սրբազանին հաջողվեց վերել բոլորին մեկ դաշտ։ Դե եթե այս առումով դե մի դաշտում հայտնվելու հանգամանք շատ դժվար է պատկերացնել, բայց առնվազն մի քանի
ուժեղ բևեռների ձևավորումը կարծում եմ շատ արդիական է եւ այն փոշիացող ձայները, այն ուժերը, որ ձայն են փախնում, մեր հասարակությունն էլ պետք է իմանա, որ ձայն տալով այս ուժին ինքը ընդհանրեն իր ձայնը փոշիացնում է եւ հնարավորություն է տալի Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու։ Եթե ընդդիմադիր, իրապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժը, ինքը դե շատ լավ պատկերացնում է, չէ՞, այդ սուտ է, որ մարդիկ չեն պատկերացնում, ինչքան պետք է մոտավորապես գիտեն, էլի, մոտավոր իրենց հաշվարկներ ունեն, եթե չունեն այդ հաշվարկները, դու ինչ գործ ունես քաղաքականության մեջ։ Կարող է ինչ որ տոկոսային առումով մի քիչ էս կողմ են կողմ, բայց մոտավորապես գիտեն ուժերի հարաբերակցությունը, սոցհարցումները եւ այլ եւ այլ։ Եթե դու գնում ես փոշիացման ճանապարհով, բնականաբար դու մի խնդիր ես լուծում։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության հարցն ես լուծում։ Այդ դեպքում էլ քուն դիմադիր լինելը որտեղ է։ Եվ անցած ընտրությունների ժամանակ էլ հսկայական ձայներ փոշիացան։ Այս փոცხի վրա մենք չպետք է նորից էլի կանգնենք, էլի, անդադ նույն փոცხի վրա չպետք է կանգնես։ Եվ մեր ժողովրդին էլ այդ առումով պետք է հստակ իրազեկում եւ տեղեկությունը մենք տանք, որ այս մարդիկ այս ուղղությամբ են գնում։ Ես չեմ ասում Քավլիցի, որ այդ փոքր ուժերը անպայման պետք է օրինակ մեր ուժի հետ միավորվեն։ Կարան իրանք էլ իրար մեջ նաև հաշվելով այդ ամեն ինչը, իրար փորձել իրար հետ, բայց ամբիցիաները մեր երկրում այնքան շատ է, հենց խնդիր ալնում, մարդ չես գտնում, էլի, որ ասենք, որ երկրում կարևոր հարցեր լինի, կարևոր խնդիրներ, օրհասական վիճակ լինի, վարչապետ չես գտնի, էլի, այդ վարչապետի թեկնածու չես գտնի։ Բայց հենց սենց էս խաղաղ ժամանակ ալնում, ամեն մեկը գալուց բանը, այդ փողկապը կապում է, բան անում, ասում է ես եմ վարչապետի տեխնացուն, ինձնից լավը չկա, ես վերջն եմ։ Տենց մի 40 մարդ առնվազն ես գիտեմ, էլի, սենց որ այն օրը դες մոտավորապես հաշվել եմ։ Ու ամեն մեկին իրան համարում է բացարձակ ճշմարտություն ու ինքն է, բայց լավ էլի, մի օր պետք է լրջանանք, թե չէ։ Մի օր պետք է այդ վերջը այդ այն վիճակին չենք, էլի, որ Հայաստան այն վիճակում չէ, էլի, որ կրկին փորձեք, եսիմ ինչ անենք, գնանք բան անենք, այնքան որ պատմության մեջ գրվի, որ ես վարչապետի տեխնացու եմ եղել, չգիտեմ ինչ որ ուժի եսիմ եւ այլն։ Այս մենք այդ վիճակում չենք եւ ես հույս ունեմ համենայն դեպս, որ դա տեղի կունենա եւ մենք 26 թվականին ես կրկնում եմ, եթե հասնի արդեն ընտրությունների, մենք պետք է որ ավելի գիտակից, ավելի խոհեմ եւ ավելի կշռադատված մոդել։ Հետարքի ասում եք, եթե հասնի, կարծում եք կարող է եւ չհասնի, ուրիշ բան տեղ ունենա։ Ես ոչ մի բան չեմ բացառում, որովհետեւ իրադարձություններն հենց արագ են զարգանում։ 18 թվականին ով կմտածեր, որ Նիկոլ Փաշինյանը կգա իշխանության։ Այսինքն ֆորս մաժորներ ամեն դեպքում Պրոցեսները արագ են լինում եւ իմիջիալոց էլի շատ կարեւոր մի բան էլ կա, մենք մոռացանք դրա մասին խոսենք, եթե ժամանակը թույլ կա շատ կարճ դրան տարածաշրջանը եռում է։ Իրանում խնդիրներ կան, Սիրիայում խնդիրներ կան, գիտեք որ ինչա կատարվում Մերձավոր Արևելքում, Եվրոպայում էլի անհանգիստ վիճակը, Վենեսուելա, ուրեմն Ամերիկան, բայց մեր խնդիրը եկեղեցին է։ Չէ, այս ամեն ինչի մեջ փոխանակ ռիսկերը կառավարելու դուք օրինակ երեք ես մտածում եի եւ ինչ սարսափելի հետևանքներ կլինեն, եթե հաջողվի այն ուժերին, որոնք որ նախաձեռնել են Իրանում այս անկարգությունները, իմիջիայլոց դրա մասին նաև Պոմպեոն հայտարարեց Ամերիկայի նախկին պաշտպանության նախարարը, եթե հաջողվի Իրանը մասնատել կամ Իրանը իրավիճակը կոնտրոլից դուրս գա։ Այս հետևանքները հաշվարկելու, այս ամեն ինչին լուծումներ տալու, գիտեք որ ինչքան մենք այնտեղ ունենք հայկական համայնք, հայ համայնք ունենք այնտեղ բավականին ազդեցիկ ուժեղ եւ շատ միջալոց ես էլ մի քանի անգամ եղել եմ հիացել եմ իրենց կազմակերպված, բայց համայնքի խնդիրները իր հերթին որ կարող խնդիրներ առաջանա, չգիտես ինչ ուժեր կարող են, չէ, գլուխ բարձրացնել։ Այդ հոսքը որ հնարավոր հոսքը որ կարա ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև առիթից օգտվելով սահմանը կարա դառնա անկառավարելի, չէ՞, այդ իրավիճակում։ Բայց մարդը բան ու գործ թողած, սրտիկ, չգիտեմ, թմբուկ, դհոլ, ես ինչ բաներ անում էլ, այսինքն պետական ապարատը
պետք է օր ու գիշեր անվտանգային մեր մարմինները որ կան, ոչ թե պետք է զբաղվեին նրանով, թե պատարակը զեղչեն, չզեղչեն, ԱԱՑ-ն դրանով չպետք է զբաղվի, ուժայինները դրանով չպետք է զբաղվեն։ Այդ գործերով պետք է զբաղվեն։ Վերջերս էլ չէ, էլի աչքովս ընկավ, որ Սյունիքում ինչ որ նաև մարդկանց են ռուսական սահմանապահներ, ինչ որ մարդկանց էին ձերբակալել, լրտեսները են ասում են, ինչ են ասում, այսինքն այդ ֆունկցիաները պետք է մեր պետությունը կատարի։ Այդ անվտանգային հարցերը, բայց ուր որ գնաս հետդ կգամ, ես շատ այսինքն անլուրջ մարդիկ էլի, այս sense բանակցել են, sense երկրի հարցերով զբաղվել են, ու դրա համար այսօրին ենք էլի, բայց մարտահրավերները շատ լուրջ են եւ սա ինչի համար եմ ասում, որ ամեն րոպե, ամեն վայրկյան հնարավոր է իրավիճակ փոխվի անկախ մեր կամքից, բայց այն որ մենք դրան պետք է պատրաստ լինենք, դա երկրորդ կարծիք լինել չի կարող։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։